Առանց թացատակի փորձում եք դնել կաթիլը եւ տարածել։ Տեսեք, ձեզ պարզ օրինակ եմ ցույց տալիս, երբ չոր եղունգի վրա դրել եք կաթիլը, այն ոչ մի տեղ չի տարածվելու։ Նախ եւ առաջ վերցրեք գելը ոչ թե մեջտեղից, այլ պատի կողմից այսպես կաթիլի չափով, որպեսզի չառաջացնեք պղպջակներ եւ վրձինը ամբողջությամբ չգելոտեք։ Միշտ հիշեք, մաքուր վրձին հավասար է մաքուր գործի։ Այսին վրձինը 8 տարեկան է։ Այ հիմա ստեղծում ենք եղունգի վրա թացատակ, որը թույլ կտա ցանկացած կաթիլի բաշխվել այնտեղ, որտեղ որ դուք քսել եք թացատակը։ Այսպես սեղմելով ու տրորելով մի քսեք ու մի փորձեք տարածել, չի տարածվելու։ Նախ լույսով ստուգեք եւ տեսեք, որ հաստատ բոլոր կողմերից եղունգը թացատակով փակված է եւ անցքեր չեն մնացել։ Հակառակ դեպքում ձեր քսած գելը եւս այդպես անցքեր է ունենալու եղունգի երկու կողմերում։ Իսկ հետո արդեն տեղադրված կաթիլը վրձնի օգնությամբ քայլ առ քայլ իջեցնում ենք ու ձգում ենք դեպի եղունգի եզր։ Եվ չեմ քսում եղունգին, ինչպես նկատում եք, ուղակի կպնում եմ նյութին վրձինով եւ ձգում դեպի ներքև։ Վրձնով դիպչում եմ այնտեղ, որտեղ որ նյութը շատ է ու բարձրացնում եմ այնտեղ, որտեղ որ պակաս է։ Վերջում ունենում ենք ահա այսպիսի իդեալական մակերեսով աշխատանք, որն արագ ուղարկում ենք լամպ չորանալու։ Ու ամենակարևորը, չենք մոռանում գրանցվել Երևանում կայանալիք իմ սեմինարին։ Գրիր Երևան բառը եւ ստացիր բոլոր մանրամասները։